Հինգշաբթի 6 նոյեմբեր 2025-ին նորին սուրբոզություն դերդեր Արամարաչին վեապար հայրաբեդը այցելեց Ֆրեզնոյի համալսարան, ուր ընդունվեցավ համալսարանի հայագիտական ուսմած բաժնի դնորեն Բարլոդեր Մգրդիչյանի եւ անոր կորձագիցներուն կողմէ։ Նորին սրբությունը նախ այցելեց համալսարանի շրջապագի մեջ պարսացած հայոց ցեղասպանության նվիրված հուշարձանը, ուր իր նախակահությամբ կատարվեցավ բարեխոսական գարկ։ Աղոթքին ընթացքին ներկային վեապար հայրաբեդի շքախումբը, համալսարանի պատասխանատուները, հայ ուսանողները, ինչպես նաև Ֆրեզնոյի հայկական եկեղեցու հոգապարծուներն ու երեսփոխանները։ Արարողության ավարտին իր պատգամով նորին սուրբոզությունը ողջունեց հուշարձանի իրագործումը, որ իրականացած է Ֆրեզնոյի մեջ Հայաստանի Հանրապետության պատվոհի պատոս Բերջ Աբկարյանի եւ հայագիտական ուսմանց բաժնի դնորեն Բարլոդեր Մգրդիչյանի կորձակցությամբ։ Ան իր խոսքի մեջ ասավ. Գրնալալ որ պետություններ զանազան հաշիվներ է մղված չկործածեն ցեղասպանություն բարը բնութագրելու համար այն ինչ որ 1915-ին Թուրքիո պետությունը կործեց հայ ժողովրդին դեմ։ Սակայն 1.5 միլիոն հայերու չարթը ծրագրված ու կործադրված ցեղասպանություն էր միջազգային օրենքի համաձայն։ Ցեղասպանությունը հայ ժողովրդի հավաքական հիշողության մեջ ամրորեն արմատացած է։ Հայացքը կբաղանչե ցեղասպանության ճանաչում եւ հադուցում։ Աբայի բադի վեհապար հայրաբեդին համալսարանի մեջ դեի ունեցավ հյուրասիրություն, ուր հաջորդաբար խոսք արին համալսարանի փոխնախագահը, հայագիտական ուսմանց բաժնի դնորենը եւ դասախոսներ։ Անոնք անդրադարձան նորին սրբության բազմամեծ վաստակին, հատկապես մշակութային եւ բանասիրական մարզերեն ներս կատարած իրագործումներուն։ Իր հերթին վեապար հայրաբեդը իր ելույթի մեջ շեշտեց ուսման բարձր արժեքը, նշելով, որ գիտությունը պետք է ծառայե ոչ միայն անհատական զարգացումի, այլ նաև համայնքի կյանքի մեջ գործում մասնակցության եւ ծառայության։ Ան խոսացավ Գաթոյ Գոսարանի բոլոր հրադարագություններեն ուղարկել Ֆրեզնոյի համալսարանի հայագիտական բաժանմունքին, ինչպես նաև առաջարկեց գործակցություն հաստատել Գաթոյ Գոսարանի Արամարաչին հայագիտական կենտրոնին եւ համալսարանի հայագիտական բաժանմունքի միջև։ Այնուհետև համալսարանի փոխնախագահը բարգեւադրեց նորին սրբությունը համալսարանի բարձրագույն շքանշանով, որ բացառիկ կերպով կշնորհվի միջազգային վարկ եւ հեղինակություն վայելող անձնավորություններուն։ Հիշեցնենք, որ Ֆրեզնոյի համալսարանը մաս կգազմե Կալիֆոռնիա պետական համալսարաններու ընդհանուր ցանցին, որ կներառե բազմաթիվ բարձրագույն ուսումնական հաստատություններ ամբողջ նահանգի մեջ։